հանրագիր է ներկայացված 5 հոգի հանրագիր է ներկայացրել հանրագիրը ներկայացրել է ձեր Արտենիս Ղուկասյան Արսենը Գևորգյան Գևորգը Իսրայելյան Անաստասը Մարգարյան Միքայելը եւ ես Հարություն Բաղդասարյան ուրեմն 5 հոգի ներկայացրել են հանրագիր հանրագիրը սահմանադրությամբ սահմանված կարգ է հանրագրում ներկայացված է սահմանադրությանն հոդվածը որի ուժով 108 հոդվածի ուժով որի ուժով ձևավորվել է քննիչ հանձնաժողով ձևավորվել է իրավունքի ուժով եւ եթե իրավունքի ուժով ձևավորված հանձնաժողովը ուրեմն պետք է նաեւ իրավունքի ուժով էլ այդ աշխատանքները կատարել քննիչ հանձնաժողովի աշխատանքը ավարտվում է երկու դեպքում մեկը զեկույցը ներկայացնելով մեկ էլ եթե զեկույցը ժամանակին չեն ներկայացրել ուրեմն ցանկացած դեպքում մեր խնդիրն է բացահայտել ինչի քննիչ հանձնաժողովը զեկույց չի ներկայացրել մեզ պատասխանել են որ դա սահմանադրական օրենք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 25 հոդվածի ուժով չի համարվում զեկույց մենք էլ նշում ենք որ այդ դեպքում ինչ է եթե ոչ զեկույց եւ խնդրում ենք տեսեք 7 կետից նշած հանրագիրը եթե դուք չունեք կարող եմ ես ձեզ ներկայացնել այդ հանրագիրը եւ իր պահանջները հիմնական խնդիրը այն է որ հանձնաժողովը պետք է որ կարողանար ինքը դրա պատասխանը տար եւ զեկույցը ներկայացնել ազգային ժողովը որտեղ սահմանադրությունը սա է ասում ձևավորվում է հանրային հարցերի հետ կապված ձևավորվում է քննիչ հանձնաժողով եւ զեկույցը ներկայացնում է ազգային ժողով խնդրեմ վերցրեք կարող եք հետո ուսումնասիրել սա է մեր խնդիրը որ իրավական հարցության մեջ տեսեք մենք այսօր 4-ով ելույթ ունեցանք բայց Միքայելը Մարգարյան չի կարողանում մասնակցել մի պատճառով որովհետեւ ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ ոստիկանությունը փորձում է կամ բերում է մենք արդեն ինֆորմացիա որ իրանց ստանեն եւ ըստ երևույթի ամենայն հավանականությամբ ուզում են բերման ենթարկեն եւ հիմա կամ ես նորից եմ ասում նորից եմ կրկնում թո հիմա նոր իմացանք որ Միքայել Մարգարյանն տուն են եկել ոստիկանության բազմաթիվ աշխատողներ ու ինչքան հասկանում ենք այնտեղ արդեն երևի սանկցիա ունեն բերմանի ու քանի որ արդեն շատ արդեն տարածվեց լուրերը թե Միքայել Մարգարյանը ուղղորդված է ինչ-որ քաղաքական ուժերի կողմից ես իմ անունից ասում եմ Միքայել Մարգարյանը ոչ մի քաղաքական ուժի չի սատարում ու ոչ է նրանց կողմից ուղղորդված մարդ է այդ մարդը մեր ընկերն է մեր դարդով, մեր ցավով տառապող մարդ է ու ինքը ոչ մի քաղաքական եսի մինչև չի եկել, որ ստեղ ինքը գիտեր եսիմ դիրքորոշումը, որ ստեղ դիվիդենդ չեն տանում։ Այսինքն ինքը հաստատ այդ մարդը չի ու թող այդ մարդուց ոնց որ ասած շալակից իշնեն։ Ես ներողություն մի հարց ձեզ համար տարօրինակ չէ այն հանգամանքը, որ քննիչ հանձնաժողովի այդ ամբողջ հարցերը քննարկում է իշխանական ներկայացուցիչը, որովհետև ընդդիմադիր պատգամավորների կողմից հաճախ հնչում է նման կարծիք, որ եթե իշխանությունն է մեղավոր այս պատերազմում, ուրեմն նորմալ չէ, որ իշխանության ներկայացուցիչն է քննում այդ հարցերը ու ոչ օբյեկտիվ է ամեն բան լինելու։ Ձեր կարծիքը այս մասին։ Հա, դա ասեցին, իրանք հենց երեք պատգամավորները դա ասեցին, բարձրաձայնեցին ու ասեմ ավելին, այդտեղ այդ զեկույցի տակ անգամ ստորագրու երեք Գեղամանուկյանը իր խոսքի մեջ ասեց, դա էլ եք լսել, որ ստորագրություններ էլ չեն դրել դրա տակը։ Շուտ 2 թե 3 հոգի ընդամենը ասեց Մելքոնյան Գագոնա ստորագրե, Արմենը Խաչատրյանն է ստորագրե, մեկը մի հոգու էլ անուն ասեց, չեմ հիշում։ Այսինքն այդ զեկույցը, որ դաժե իրանք քննել են, իրանք ուսումնասիրել են, իրանք ինձի մանճազես արել են, դաժե իրանք իրանց արածին չեն տակը ստորագրել։